նախ այսօրվա հանդիպման մասին, ինչ մտահոգություններով փոխանակվեցիք կողմերով։ Դե մշակութային գործիչների հետ էր հանդիպումը, մշակութային գործիչները խոսում էին խնդիրներից մշակույթի, առաջարկներով էին հանդես գալիս, նաև ոմանք շնորհակալություն հայտնեցին, որ սկսվել է այս պայքարը, որտեղ շատ ընկճված էին ու դե գիտեք ինչ էր լճացած վիճակ էր ու հիմա շնորհակալություն են հայտնում, որ սկսվել է այս պայքարը։ Դե լիահույս են, ամեն դեպքում գիտեք տպավորությունս հետևյալն է, որ այս 8 տարիների ընթացքում մենք գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ մի բան չգիտի, պարզապես դեղին մամուլից եկել է ու սկսել է կառավարել եւ բոլոր խելացի մարդկանց, կարող մարդկանց հեռացրել է պետական համակարգից, Թուրքի հետ կապերը ամբողջությամբ խզել է, մի խոսքով Թուրքիայի երազանքն է։ Իմ տպավորությունը այն էր, որ այնուամենայնիվ այդ ներուժը այստեղ կա, որ հնարավոր է այն գործիչները, մասնագետները մտնեն պետական ապարատ, որպեսզի հնարավոր լինի որպես զարգացնել մեր երկիրը։ Պարոն Իշխանյան, չեք վախենում այսօրվա հանդիպումից հետո պիտակավորվել, որովհետև գիտենք, որ այն ուժերին, հանրային այն շրջանակներին, նաև քաղաքական շրջանակներին, որոնք Սամվել Կարապետյանի այսինքն Արցախը հանձնածները պիտի ինձ պիտակավորեն, բանակից թռածները 150,000 մարդու էթնիկ զտածները, հա, այս Եվրոպայի ժողովրդավարությամբ խաբածները ինձ պիտի պիտակավորեն, թող պիտակավորեն, տեղով պիտակեն։ Դուք հիմա շտապում եք ձեր ֆիլմից։ Հա, իմ ֆիլմը Արցախի ներկայացուցչության շենքում Ծիծեռնակի հավատի կենացը ֆիլմն ենք ցույց տալիս ի պաշտպանություն Արցախի շենքի։ Ու գիտեք, Արցախի շենքը ուզում են խլեն, այսօր էլ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսն են վերցրել, այսինքն մենք հիմա գնում ենք Արցախի շենքը պաշտպանենք, հետո եկեղեցին ենք պաշտպանում, հետո մեր հայրենակիցներին ենք պաշտպանում, հետո մեզ ենք պաշտպանում, բոլորիս ենք պաշտպանում ու այս գործունեության համար պիտի պիտակավորեն, թող պիտակավորեն, մենք կշարունակենք այս մեր գործունեությունը, շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։